Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին օրերի ամենակննարկվող իրադարձություններից մեկը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցն էր Հայաստան եւ նրա հանդիպումը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Հատկանշական է, որ սա տեղի է ունեցել ընտրություններից անմիջապես հետո, ընդ որում մինչ դրանց արդյունքների պաշտոնական ամփոփումը։ Պաշտոնական հաղորդագրությունը ընդհանրական էր, խոսել են խաղաղության օրակարգի, երկխոսության շարունակության եւ քաղաքացիական հասարակությունների միջև վստահության ամրապնդման մասին, սակայն շատերի համար բաց է մնում հարցը իրականում ինչ գործընթացներ են ընթանում կուլիսներում։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ հասարակությունից թաքցվում է բանակցությունների իրական բովանդակությունը։ Քանի դեռ Փաշինյանն այս օրերին ցուցադրաբար հեծանիվ է քշում Տավուշում, կուլիսներում վճռվում են հարցեր, թե հատկապես ինչ է քննարկվել ու համաձայնեցվել Բաքվի հետ։ Հանրությունը չի կարող բավարարվել ընդհանուր հայտարարություններով, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, սահմաններին եւ ապագային։ Մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե ինչ բանակցություններ են ընթանում եւ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում նրանց անունից։ Քննարկումների կենտրոնում հատկապես հայտնվել է պաշտոնական հաղորդագրության այն հատվածը, որտեղ նշվում է քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման մասին։ Ընդդիմադիր շրջանակներում հնչում են մտահոգություններ, որ այդ ձևակերպման ներքո կարող են առաջ մղվել Բաքվի կողմից շրջանառվող տարբեր քաղաքական նորակարգեր, այդ թվում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեման։ Ադրբեջանական իշխանությունները վերջին տարիներին պարբերաբար բարձրացնում են այդ հարցը միջազգային տարբեր հարթակներում, ինչը Հայաստանում բազմաթիվ քաղաքական ուժեր գնահատում են որպես տարածքային եւ քաղաքական հավակնությունների դրսևորում։ Այս համատեքստում իր տեսակետն է ներկայացրել նաև Էդգար Ղազարյանը, ընդգծելով, որ Հաջիևի այցը պատահական կամ արարողակարգային բնույթ չուներ։ Հիշում եք, մեզ ասում էին սուտ է, չափազանցեցված է այդ տեղեկությունները, որ Հայաստան են գալու 300,000 ադրբեջանցիներ, քաղաքական շահարկումներ են, ժողովրդին են վախեցնում։ Ընտրություններից հետո առաջին արտասահմանցի պաշտոնյան, որ այցելում է Հայաստան, Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն է։ Սա ինքնին քաղաքական ուղերձ է։ Հաջիևը պարզապես զբոսաշրջիկ չէ, նա այն պաշտոնյան է, որը ներկայացնում է Ադրբեջանի ղեկավարության քաղաքական առաջնահերթությունները։ Իլհամ Ալիևն արդեն իր առաջին պատվիրակին է ուղարկել Հայաստան, այն թրքացնելու եւ այստեղ արևմտյան ադրբեջանական հանրապետություն ստեղծելու համար, եւ դրանց համար է այսօր հարկավոր գողանալ եւ զավթել մեր ժողովրդի իշխանությունը։ Հայրենիքի գողերը շարունակում են մնալ իշխանության գողեր եւ հայ ժողովուրդն այն ոչ մի պարագայում չպետք է թույլ տա։ Մինչդեռ իշխանությունները շարունակում են պնդել, որ երկխոսությունը տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատման կարևոր բաղադրիչ է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության կողմերը կարևորել են շփումների շարունակականությունը եւ պայմանավորվել հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Սակայն ընդդիմությունը համոզված է, որ խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները չեն կարող արդյունավետ լինել առանց հանրային թափանցիկության եւ հստակ պատասխանների։ Սաղաթելյանի կարծիքով այսօր հանրության առաջ ծառացած հիմնական հարցերը շարունակում են մնալ անպատասխան։ Հասարակությունը պետք է հստակ իմանա, պատրաստվում են նոր զիջումների, նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ, քննարկվում են տարածքային հարցեր։ Փոխարենը այդ հանդիպումից անմիջապես հետո վարչապետի հնչեցրած հայտարարությունները ընդդիմադիր ազգային ուժերին ձերբակալելու, կուլակաթափ անելու եւ ոչնչացնելու սպառնալիքներով Ադրբեջանի նախագահի առջև ստանձնած պարտավորությունների ուղղակի կատարումն են, ումից Փաշինյանը հավանաբար պարզապես լրացուցիչ ժամանակ է խնդրել քաղաքական դաշտը մաքրելու համար։ Հաջիևի այցի շուրջ քննադատական գնահատականներով հանդես է եկել նաև ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, այն դիտարկելով 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի համատեքստում։ Ընտրություններից անմիջապես հետո Հայաստան շտապած ադրբեջանցի պաշտոնյայի ու իշխանականների խրախճանքի համատեքստում մտքիս 2022 թվականի ադրբեջանական հարձակման կադրերն են։ Անզեն հայ զինծառայողներին հրապարակային գնդակահարելու, զոհված կին զինծառայողների մարմինները պղծելու եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով Հայաստան են գալիս։ Սրա նրա հետ հանդիպումներ ունենում։ Իրենց ինչ է եղել, ինչ մտքներով անցել է մեր երկրի հետ արել են։ Հիմա էլ սեփական օրակարգն են փաթաթում կապիտուլյանտների վզին։ Հաջիև Գրիգորյան հանդիպման շուրջ քննարկումները ամենայն հավանականությամբ դեռ երկար կշարունակվեն, քանի դեռ բանակցային գործընթացի բովանդակությունը մնում է փակ, տարբեր վարկածներ եւ ենթադրություններ շարունակելու են շրջանառվել քաղաքական դաշտում, իսկ հաջորդ հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում, կարող է նոր հարցեր եւ նոր քննարկումներ առաջ բերել թե իշխանության, թե ընդդիմության համար։ Ռիդա Ղազարյան, Վահագ Մխիթարյան, TB News։